Երբեմն Աստված թույլ կտա այնպիսի իրավիճակներ, որ ոչ մեկ քեզ չի օգնի, ոչ ոք իր օգնությունը չի առաջարկի։ Անկախ նրանից կդիմես, թե չես դիմելուց էլ կմերժվես, ոչ մի օգնություն ոչ մի տեղից, քո սպասված տեղերից օգնությունը անգամ չի գա։ Մի խոսքով մի իրավիճակ, որտեղ որ դու անելանելի իրավիճակում ես, դու ուղղակի ունես Աստված եւ հավատք։ Եվ այդ իրավիճակներում շատ զարմանալի մի բան տեղի կունենա։ Քո հավատքը քեզ դուրս կհանի այդ իրավիճակից, քո հավատքը ուղղված Հիսուս Քրիստոսին։ Եվ ուզում եմ հիշեցնել այն խոսքը Աստվածաշնչից, որ մի կին ասում էր միայն թե իր մտքում գրված է, որ ասում էր միայն թե նրա հանդերձին դիպչեմ, միայն թե նրա հանդերձին դիպչեմ։ Անգամ խոսակցություն տեղի չունեցավ, անգամ Հիսուսին նա չխնդրեց, նա իր հավատքով Հիսուս Քրիստոսից վերցրեց իր օրհնությունը։ Դիպչելով հանդերձին, եւ Հիսուսը գիտեք ինչ ասաց վերջում, թեքվելով ասաց աշակերտներին, որ ինձանից զորություն գնաց։ Եվ հետո տեսավ այդ կնոջը եւ ասաց. ով կին, քո հավատքը փրկեց քեզ։ Ոչ մեկ չէր կարողանա փրկել, ոչ մեկ բացարձակապես, ոչ մի լուծում չկար, միայն ու միայն մի լուծում, հավատք։ Գործի դիր քո հավատքը եւ գնա քո խնդրի հետևից դեպի Տերը։ Աստված օրհնի քեզ։